Օրինակ դուք ինչպես եք վերաբերվում, որ արդեն քանի օր է վարչապետի տիկինի իր էջում այսպես կիսում է գրառումներ ու վիրավորական արտահայտություններով արձագանքում է մարդկանց։ Ես ծանոթ չեմ գրառում, ես չեմ տեսել։ Հա, ընկեր չեմ տեսել։ Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովում ընդդիմադիրներին է վիրավորում, մեջ վերենք այդ բառը։ Ժորժ ջան, նորից եմ ասում, ինձ թվում է ընդհանուր առմամբ վիրավորանքի վերաբերյալ մեր դիրքորոշումը մենք բազմիցս արտահայտել ենք վիրավորանքի ատելության խոսքի եւ իդեպ այսպես ասեմ մենք այդ դիրքորոշումը արտահայտել ենք ոչ թե միայն խոսքերով, այլ նաև օրինակ ատելության խոսքը քրեականացնող կոնկրետ հոդվածներ են ընդունվել մի վարքյան, չէ, ես հիմա որակում չեմ տալիս պարոն վարչապետի եւ Տիկին Հակոբյանի խոսքին, ես ձեզ նոր էլի վերադառնում ենք մեր ասուլիսի սկզբին, որ քաղաքական բանավեճը, քաղաքական հայտարարությունները միանց նկատմամբ, եկեք նաև ճիշտ ընդունենք ինչքան նաև ընտրությունների շրջանը մոտենում է դա բազմաթիվ զեկույցներում եւ ոչ քաղաքական գործիչներից կարող եք կարդալ, դա քաղաքականության մեջ աքսիոմատիկ ճշմարտություն է։ Ինչքան ավելի մոտենում են ընտրությունները, այդքան խոսույթը թեժանում է։ Հետո ընտրություններից հետո որոշակի մեղմում է, հետո մյուս ընտրություններին ընդառաջ էլի թեժանում է։ Ես դա այսպես ասեմ, դա կլինենք մենք, կլինեն մեր ընդդիմախոսները, թե 30-100 տարի հետո կլինեն լրիվ այլ գործիչներ, այդ օրինաչափությունը իմ կարծիքով չի փոխվելու։ Ես կոնկրետ ձեր ասած գրառումներին անկեղծ ասած բովանդակային ծանոթ չեմ, դե հիմա ծանոթ չեմ, ժողովուրդ, հիմա ծանոթ չեմ, ինչ անեմ։ Չեմ մտնում եմ, բայց ծանոթ չեմ տեսել։